Վերլուծությունների ժամանակն է արդեն մեր եթերում հարգելի հեռուստադիտողներ եւ բնականաբար մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Եվ այսօրվա գլխավոր թեմային պիտի անդրադառնանք Միացյալ Նահանգների նախագահի միջին արևելք ուղևորությունը մեկնարկեց Սաուդյան Արաբիայով, ինչպես եւ նախատեսված էր, եւ այսօր հետաքրքիր հանդիպումներ տեղի ունեցան, հետաքրքիր փաստեր, սկսենք նրանից, որ հենց ուղղակի թագաժառանգը օդանավակայանում դիմավորեց նախագահին։ Դե գիտեք, Բայդենի հարաբերությունները լարված էր Սաուդյան Արաբիայի հետ, Թրամփը գիտեք, ուրեմն լրագրողի սպանության հետ կապված Թուրքիայում եւ Հաշոգի եթե չեմ սխալվում, Հաշոգջին եւ այդ պարագայում ուրեմն հիմա Թրամփը այսպես չի ակնարկում անգամ այդ թեման, կոմպլիմենտներ արեց, սիրում է Սաուդյան Արաբիայի ժողովրդին, գումարների մասին ու ներդրումների այո, ներդրումները չասեմ, 1 տրիլիոն էր ակնկալում, սաուդիները խոստացել են 600, հիմա ասեց 1 տրիլիոն, հետո ինքը այն ժամանակ, չգիտեմ հիմա 1 տրիլիոնը կասնի թե չէ, բայց գիտենք որ այսօրվա ելույթում Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հայտարարեց, որ մենք ցկտելու ենք այս շարունակական մինչև 1 տրիլիոն։ Այո, դե ուզում ասեմ այս պահին 1 տրիլիոն չի, 1 տրիլիոն չի, բայց ահռելի ռազմական գործարք կնքեցին, մոտ 150 միլիարդ դոլարի, որը բավականին լուրջ նշանակություն ունի։ Եվ ըստ էության սա Սաուդյան Արաբիային նաև Աբրահամյան համաձայնագրերի մասնակից դարձնելու ուրեմն միտում ունի այս ամենը։ 600 միլիարդի 141-ը, եթե չեմ սխալվում, ռազմական։ Ես ռազմական ասացի, այո, ես դրա համար հիմա գալիս ենք դրան։ Այսինքն տեսեք ինչ է անում Թրամփը, 150 միլիարդ մոտ, այնտեղ 140 քանիս, այո։ Ուրեմն ինչի մասին է սա։ Այսինքն Թրամփը հայտարարեց, որ նաև իր նպատակն է Աբրահամյան համաձայնագրերի մաս սարքելը Սաուդյան Արաբիային, որը ըստ էության դաշինք է Իսրայելի հետ։ Եվ այս իմաստով ռեգիոնում դուք պատկերացնում եք այս 150 միլիարդի հետ մենք կատակ չենք անում։ Առանց խաղաղության հնարավոր չի ռեգիոնում։ Այսինքն Սաուդյան Արաբիան դառնում է ռեգիոնի ամենազինված, ընդ որում բարձրակարգ զենքով զինված պետություններից մեկը։ Այն կարգի զինված, որ 150 միլիարդը ուղղակի կոպիտ բալանս է խախտում Թուրքիայի հետ հարաբերություններում, Թուրքիայի ռազմական բալանսի հետ կապված։ Եվ ընդ որում Իսրայելի հետ, այսինքն այդ 150 ենթադրում եմ, երբ որ ինքը ակնարկեց, որ ասեց իրանք ուզում են, բայց ամեն ինչ իր ժամանակին, այսինքն այդ Աբրահամը մենք կուզենք հիմա, բայց մոտարապես երբ կուզեք այն վաղ մտեք, բայց ես գիտեմ, որ դուք ուզում եք եւ այլն։ Ենթադրում եմ, որ այս գործարքի կնքման, դե բնականաբար 141 միլիարդի զենքը մի օրում չես տա, դա տարիների գումարածուսություն։ Այո, գումարածուսություն, դա տարիների հարց է։ Եվ ենթադրում եմ, որ այդ արանքում ինչ որ մի պահի սաուդիտները խոստացել են, օրինակ, չգիտեմ, 10 միլիարդ իշեմը հատելուց հետո դառնալ Աբրահամյան համաձայնագրերի անդամ։ Սա կարևոր է հասկանալ։ Սրանով ուղղակի առավելություն է տրվում ռեգիոնում Սաուդյան Արաբիային։ Իսկ մենք գիտենք Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի լարված հարաբերությունները վաղեմի պատմական եւ այս առումով բավականին լուրջ քայլ է կատարում Թրամփը եւ ռեգիոնում ըստ էության փոխում է ուժային բալանսը։ Կարևորագույն հարց է։ Ըստ էության Էրդողանի համար սա բավականին վատ նորություն է, որովհետեւ ենթադրենք, եթե մենք վերցնենք 5-ից 10 տարվա կտրվածքով, ապա 5-ից 10 տարի հետո ուղղակի բալանսի կոպիտ խախտում է լինել։ Եվ եթե Էրդողանը չկարգավորի հիմա հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, չկողմնորոշվի, չպահի այնպես ինչպես պետք է, որտեվ հիմա ըստ էության այս գործարքից հետո Էրդողանը պետք է շահագրգռված լինի այն F-35-երը, որ չստացա, այդ F-35-երը ստանալու։ Եվ զուգահեռաբար մենք նկատում ենք Էրդողանի մեղմացուցիչ դիրքորոշումը Սիրիայի հարցում, որտեղ Ադրբեջանում ասում են Իսրայելի հետ պայմանավորվածություններ են որոշակի գաղտնի ձեռք բերվել, չհակամարտելու, եւ ըստ էության Սիրիան այդպես մեծ որ վերցնում էր, եւս մեկ անգամ ապացուցվեց, որ այս աշխարհում ժամանակակից 21-րդ պետքա բունկերային առնետ լնես, որ զենքով գնաս հարևան երկրի վրա, ասենք առնվազն պետքա Աբշերոնյան, ուրեմն չգիտեմ, աշխարհը խաղաղության է գնում փաստորեն։ Այո, Աբշերոնյան իդիոտ լնես, որ որոշես, ասենք եւ այլն, չնայած ասենք այս իմաստով պետքա ուշադրություն դարձնել, որ Թուրքիան ստիպված է լինելու այլևս որոշակի քայլեր ձեռնարկի։ Նաեւ պիտի անպայման ձգտի, որ Պուտինը գա։ Այո, եւ Թուրքիան պետք է, այսինքն ըստ էության սահմանափակվեց բավականին լուրջ Թուրքիայի խաղալի իմաստը։ Հիմա նկատեք ինչ տեղի ունեցավ, վերադառնանք Սիրիային, այստեղ կարևոր պահ է։
Մակրոնը ընդունում է հրավիրում է Ելիսեյան պալատ Ալ-Շարային։ Հասկանում եք, չէ՞, որ այդ փնթի երևույթին, ասենք, հենց այնց Ելիսեյան պալատ չեն հրավիրում։ Դե հուսեր են կապում նաև։ Հա, ասենք, ոնց ասեմ, երեկվա ահաբեկչին հրավիրում են Ելիսեյան պալատ։ Հասկանում եք, այդ լավ խոսք է, չէ՞, ասում է բանի նավից պարահանդես այդ խոսքն է, չէ՞, այսինքն։ Եվ հիմա ըստ էության կա մեծ հավանականություն, որ վաղը մինչև Դոհա մեկնելը Կաթար Թրամփը կհանդիպի Ալ-Շարային, ուրեմն Սաուդյան Արաբիայում։ Դիտեք ներողություն ամերիկյան կողմը այսօր հրապարակում էր արել, որ վերջին պահին Թուլսի Գաբարդը եւ ոմանք, երբ որ Սպիտակ տանը որոշվում էր հանդիպեն թե չէ, ասել էին, որ անվտանգության նկատառումներից ելնելով չեն հանդիպի, բայց դուք նոր եք լսել, որ որոշում եք այո, այսինքն չէ, դեռ որոշումը այնպես չի որ հասա, այսինքն ենթադրում կա հավանականություն, որ վաղը հաստատ չի։ Կա հավանականություն, որ ամերիկյան հերթությունները քիչ առաջ տվեցին, որ կա հավանականություն, որ վաղը մինչև Դոհա մեկնելը կարող է հանդիպել Ալ-Շարայի հետ։ Չեմ բացառում, որովհետև Սիրիան ըստ էության առաջարկել է ուրեմն իր ռեսուրսները Թրամփին, խոսքը նաև նավթային եկամուտներից էլ ավելի մեծ, այսպես ասում է, մուտք ունենալու հարցն է։ Եզրակացնելով առաջ, այո, այստեղ շատ հետաքրքիր զարգացումներ են գնում։ Թրամփը կտրուկ ամրապնդում է իր դիրքերը Միջին Արևելքում։ Շարունակությունը խոսենք։ Եվ նախ եւ առաջ կխոսենք երևի փաստին անդրադառնալով, որ Թրամփը որոշեց պատժամիջոցներից ազատել Սիրիային։ Այո։ Հիմա գնում ենք գովազդի։ Նաև ինքնաթիռից սկանդալային։ Բայ-Դուբայ.am, այո, Բայ-Դուբայ.am։ Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայ-Դուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայ-Դուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի MR եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայ-Դուբայ.am Մեր տաղավարում Արմեն Չիպուղչյանն է արգելի հեռուստադիտողներ եւ այժմ ինչպես խոստացանք անդրադառնալու ենք Ամերիկա-Սաուդյան Արաբիան ներդրումային ֆորումին Թրամփի արած հայտարարությանը Սիրիայի մասին, Սիրիան ամբողջապես ազատվում է պատժամիջոցներից։ Այո։ Եվ սա էլ մասին է խոսում, տեսեք, հիշում եք, ես ասում եմ, որ Էրդողանը տենց ոգևորված մտավ Սիրիան վերցրեց, ասում ես այն ժամանակ էլ կանխատեսի, որ դա իր ամենակոպիտ սխալներից մեկն էր։ Մի քիչ շատ իր վրա վերցրեց։ Բայց թողեցին։ Բնականաբար թողեցին։ Գիտեք ինչ, այնքան այդպես ծուղակներ են թողում, Պուտինին էլ թողեցին մտնի Ուկրաինա, հա։ Ասենք, եթե արևմուտքը շատ ավելի խիստ էր նախորդ տարիներին, բնականաբար մի քիչ ավելի կոպիտ պատժամիջոցներ սահմաներ եւ չոր խոսեր Պուտինի հետ, ես չեմ կարծում թե Պուտինը որ հասկանա։ Պուտինը մտածում էր, որ ինքը կարող է մարսել, այս անգամ էլ կարող է անել ու մարսել, հա։ Ինչպես ուղղակի համեմատած Թուրքիայի հետ Ռուսաստանի տնտեսական վիճակն ու ռեսուրսները շատ ավելի շատ էին, քան թուրքականը։ Դրա համար Էրդողանը շատ ավելի արագ հասկացավ, որ ինքը կոպիտ սխալ է գործել եւ դրա համար պետքա վճարի։ Հիմա ըստ էության Մակրոնը ընդունեց Ալ-Շարային, իսկ բոլորը սկսեցին Էրդողանից իրենց մասնաբաժինը վերցնել Սիրիայից։ Տեսեք, հիշում եք սկզբից ինչ էին խոսում, արդեն քուրդերին, դրուզներին եւ այլն։ Դրուզների վրա մի հատ օպերացիա փորձեցին անել, իսրայելցիները այնպես պատասխանեցին, մինչեւ հիմա բժշկած Ալ-Շարան։ Հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Եվ այս իմաստով Էրդողանը հասկացավ, կամ ինքը մտնում է կոպիտ։ Ես ընդ որում չեմ բացառում, որ այսպես Սուլթանիկի մոտ կարող է ինչ-որ նորից հալյուցինացիաներ սկսեն, նորից ինչ-որ բան, բայց գլոբալ Էրդողանը հասկանում է, որ ինքը հիմա, այսինքն տեսեք, Իսրայելի հետ պատերազմի վտանգ էր արդեն հասունանում, չէ՞, արդեն այդ օդի մեջ եւ այլն։ Եվ հիմա ինչ անում Թրամփը։ Ավրամյան համաձայնագրերի մեջ է մտնում Սաուդյան Արաբիային եւ ծայրահեղ զինում է Սաուդյան Արաբիային, որպեսզի Թուրքիան չկարողանա քիթը խոթի տարածաշրջան, զինվելով Սաուդյան Արաբիան, արդեն այդ պարագայում Սիրիան չի կարող հաշվի չնստել նման ուժի հետ տարածաշրջանում։ Այսինքն
այլ ճանապարհով գնացին։ Հիմա որպեսզի Թուրքիան կարողանա ինչ որ առումով ասեցի բալանսը պահել, պետք է սկսի կատարել Թրամփ։ Դրա համար հիմա ոգևորված ուզում է անպայման կազմակերպի իր դերակատարությունը, կարևորությունը ցույց տալու համար ուզում է Պուտին-Զելենսկի հանդիպումը կազմակերպի։ Ես այսպես ասեմ, քանի որ այսօր 14-ն է, չէ, 13-ն է։ Եվ դե արդեն ուրեմն այնտեղ 14-ն է լինում, հա, ըստ էության մենք գուցե վաղը հասկանանք այդ հանդիպումը կայանում է թե չէ, եթե ժամանակ մնա այսօր խոսենք վերջին զարգացումներից իհարկե, բայց ավելի քանի դեռ պարզ չի, որովհետև այնտեղ կգա թե Պուտինը չի գա, Թրամփն էլ ասեց, որ ինքը կարող է մասնակցել, եթե Պուտինը գա, պարզ է, այսինքն այդպես չասեց, բայց ենթադրում եմ, որ թե Պուտինը գա, Թրամփը կմեկնի Ստամբուլ, Թուրքիա չգիտեմ, երևի Ստամբուլ, հա։ Հիմա այստեղ ինչն է հարցը, վաղը գնում է Դոհա։ Եվ Կատարից 400 միլիոն դոլարանոց ինքնաթիռ նվեր ստանում Թրամփը, ոսկեզոծ, թանկ արժեք, ամենաթանկ փայտով ներսը, մի հատ դղյակ ագերի վրա, դղյակ ուղակի։ Եվ Կատարը նվեր է անում Թրամփին։ Եվ այս հարցի շուրջ բավականին լուրջ աղմուկ է բարձրացել ամերիկյան ներքաղաքական դաշտում, որտեղ դա կաշառք է դիտվում։ Իրենք փորձում են որպես ռազմական, դե ցավաբար նման ինքնաթիռները ռազմական գործարքների ուրեմն մաս կարող են կազմել, ձևակերպել այդպիսի մի բան, ուրեմն նվիրատվության տեսքով եւ այլն եւ այլն։ Բայց նվերներին էլ կարծեմ սահմանափակում կա արժեք, հա։ Այո, սա ամենաթանկ նվերն է Ամերիկայի պատմության մեջ, բայց անգամ հանրապետական կուսակցությունը շատ անհանգստացած է։ Եկեք հասկանանք, թե ինչ մեծ վտանգներ է պարունակում ըստ հանրապետական կոնգրեսմենների այս նվերը։ Առաջինը, որ այդ ահռելի ամրոցի մեջ գտնել գաղտնալսող սարքը, որը ոսկեզոծ, այնքան ոսկի կա մեջ է, պատկերացնում եք, տեսել եք նկարը։ Դա մի ունիկալ բան է։ Այսինքն, հա, եւ որ ամերիկյան անվտանգության համար առաջին դեմքին, այսինքն համար 1 բորտը կարող է լսվի։ Հասկանում եք դա ինչ խայտարակություն է Միացյալ Նահանգների համար։ Դրա համար ասում են քանդելու են նորից հավաքեն անվտանգության ծառայությունը։ Ուրիշ տարբերակ չունեն, մինչև վերջի, այսինքն մոտավորապես մի կես տարի երևի պիտի քանդեն մինչև վերջի, այսպես բանը, Բոլտիկը, այո, այսպես ասեմ, եւ նորից հավաքեն, հա։ Հիմա եւ դա մեկ, սա ամենապրիմիտիվ բանն էր, որ ասենք, հաջորդը չի կարող, այսինքն Պեմբոնդին ինքը այսպես ասելա, որ լեգալ է, այսինքն կաշառք չի եւ այլն, բայց իրականում կա մի հետարքիր հանգամանք, նա ծառայելու է որպես համար 1 նախագահի բորտ այնքան ժամանակ, քանի Թրամփն է համար 1 ինքնաթիռ, քանի Թրամփն է նախագահ։ Թրամփը իրենց տանելու է։ Թրամփը իրեն տանելու է այդ թանկարժեք նվերը։ Իսկ սա արդեն նշանակում է, որ սա բան չի, պետությանը չի նվիրատվություն։ Սա անհատին է նվիրատվություն, որը կաշառք է իր մեջ պարունակում։ Իսկ չի կարող սա դիտվել որպես ուղղակի նվիրատվություն։ Հետաքրքիր է տեղեկությունը, ասում է հետո գնալու է Թրամփի համանգրադարանին, իսկ ինքն էլ կարող է դրան օգտագործել շահագործել։ Դե պարզ է, որ տանում է ինքը այդ ամեն ինչ իր հետ, հա։ Սա երկու, եւ հաջորդը, որ շատ վատ նախադեպ է ստեղծվում, որ ինչ որ պետություններ լավ հարաբերություններ ունենալու հետ ամերիկյան ղեկավարը կարող են կաշառել ուղղակի, կարող են իրենք սա ժեստ են անվանում, այսինքն այդպես հիմա օրինակ Սաուդյան Արաբիան ինչ ժեստ կարող է անել Թրամփին, հա, այսինքն սա 400 միլիոն դոլար է, այո, նրանք 500 տան, սա հաջորդը, որ դա չի կարելի այդպիսի բան անել, դա ամենահարուստ պետության, ամենահզոր պետության գերտերության համար 1 դեմքին այսպիսի կաշառք տալ չի կարելի։ Սա այսպես, հա, եւ վերջում ասում են մի քանի այսինքն Թրամփը նախորդ տարիների ելույթներում Կատարին մեղադրում էր Համասին ֆինանսավորելու համար, Համասին։ Եվ այս իրավիճակում հանրապետական սենատորները եւ կոնգրեսմենները ասում են հանրապետական, որ ոնց ես դու նվեր ընդունում մի պետությունից, որը մեր թշնամուն տերորիստական ահաբեկչական կազմակերպությանն է ֆինանսավորում։ Եվ սա շատ վտանգավոր է, Թրամփը շատ է ուզում ընդունի։ Եվ վերջում, քանի որ ժամանակը սպառվեց, ասեմ, Կատարը ստացել է այդ ինքնաթիռը ինչ որ մի երկրից, որ դեռ չգիտեն։ Այսինքն Կատարը չի, դա այդ ինքնաթիռը Իրանը չի, ինչ որ միտեղից վերցրել է, ոսկե պատել է, այսինքն ամբողջ հենց Boeing-ն է արտադրել։ Դրա համար խնդիր ենք տվել, այո, բայց դեռ չգիտեն, որ երկրին է վաճառը Boeing-ը դա, որ երկրից է առե եւ ով ինչ կարող է ներդրած լինի այդ ամեն ինչի մեջ։ Այսինքն այստեղ լրջագույն վտանգներ է պարունակում եւ հիմա Կատարը ուղակի վերցրել ռեկոնստրուկցիա է արել դա այդ ոսկին բան եւ այլն եւ տվել է Միացյալ Նահանգներին Թրամփին։
զարգացումների հետաքրքիր են խոսելու շատ Այո, վաղը գա Պուտինը թե չի գա թե դա լուրջ հարց է, այնտեղ կան զարգացումներ, այո։ Տեղեկացնեմ նաև, որ մեր եթերը կիսատ կամ չդիտելու դեպքում դուք հնարավորություն ունեք այն դիտելու ARTN-ի YouTube-յան ալիքում հարգելի հեռուստադիտողներ։ Այո, բարձի 4 տարա ARTN։ Այո։ Այսինքն այն մեծահասակ մարդիկ, որ անգլերեն կամ հայաստանից են դիտում, ասենք ARTN, այսպես ասենք։ Երբ որ գտնեք ARTN YouTube-յան ալիքը, մեր հարցազրույցն դիտեք Արուսյակի հետ, Արուսյակի խաթր լայքերը դրեք, տարածեք, որպեսզի ավելի շատ մարդ դիտի։ Շնորհակալություն։ Հիմա մարդ չեմ ասում։ Այսօր մեր ծրագիրն ավարտվեց, կհանդիպենք վաղը ցտեսություն։ Հաջողություն։